երակողմ հայտարարության բոլոր կետերը եթե կատարվեին ըստ այդ հայտարարության հեղինակների ստեղծվելու էր եւ իրավաքաղաքական եւ ինստիտուցիոնալ նախադրյալներ մի կողմից հրադադարը դարձնել անշրջելի կայուն ձևավորել փոխադարձ վստահություն թշնամի պետությունների միջև ինչը իր հերթին կնպաստեր խաղաղությունը վերահաստատելու կամ խաղաղություն հաստատելու կոնցեպտուալ առումով աշխարհագրական դիրքը աշխարհաքաղաքական պոտենցիալի ներուժի վերածելն է դրա համար պետք է ճիշտ օգտագործել ապա շրջափակման այն հնարավորությունը որ նախատեսված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով 9-րդ կետով այո կան սպառնալիքներ որոնք ձևավորվել են այսօրվա իշխանության գործողությունների ու անգործության արդյունքում եւ ես տեսնում եմ քայլեր որոնց մասին պետք է բարձրաձայնի ընդդիմությունը եւ դա ներկայացնեն նաեւ արտաքին ազդեցիկ խաղացողներին քայլեր որոնք որ ոչ թե մեզ կտանեն ռազմական ճանապարհով մեր կարողություններն ու իրավունքները վերականգնելու այլ բանակցային ճանապարհով օբյեկտիվորեն հասնենք դրան Իրավունք TV-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք 1992-ից 93 թվականներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Խոսրով Հարությունյանին։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մեր տաղավարի հյուրընկալվելու համար, պարոն Հարությունյան։ Թերևս սկսելով ներհայաստանյան իրավիճակներից, պարոն Հարությունյան, ինչպես գիտենք, վերջին ժամանակահատվածում բավական ակնառու կերպով աչքի ընկան Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահների հանրային հարցազրույցները եւ մասնավորապես Որն էր ձեր կարծիքով ուղերձները, հա, այսպես ասած, ընդդիմադիր առաջնորդների Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, եթե փորձենք վերլուծել երկուստեք այդ ընդհանուր հարցազրույցները։ Տարբերությունն այն էր, որ Քոչարյանի հարցազրույցը բացառապես պայմանավորված էր 44-օրյա պատերազմի արդյունքում եռակողմ հայտարարության նոյեմբերին եռակողմ հայտարարության տարելիցով եւ եթե դուք ուշադրություն դարձրեցիք նա հիմնականում խոսում էր 44-օրյա պատերազմի ծնող պատճառների, այսինքն այն ամենի մասին, որոնք հանգեցրեցին 44-օրյա պատերազմին եւ միգուցե նաեւ լեգիտիմ հիմք ստեղծեցին Ալիևի համար ռազմական գործողություններով խնդիրը լուծելու, ինչպես նաև այն հետագա զարգացումներին, որոշ անդրադարձներ կատարվեցին, որոնց արդյունքում այլևս ռազմաքաղաքական զարգացումները ավելի շատ տեղափոխվեցին Հայաստան կամ Հայաստանին են վերաբերում, քան 44-օրյա պատերազմը։ Ի տարբերություն Քոչարյանի, նախագահ Սարգսյանը կարծեք թե գիտեք առիթ էր մի ամբողջ շրջան վերլուծելու, ընդ որում պատճառը հետևանքային կապերով ու խոսքը չէր գնում միայն 44-օրյա պատերազմի մասին, այլ Սերժ Սարգսյանը փորձում էր վերլուծել իր ինֆորմացված լինելու կամ տեղեկացվածության շրջանակներում վերլուծել ինստիտուցիոնալ ձախողումները, որոնք հանգեցրել այս գործող իշխանության ինստիտուցիոնալ ձախողումները, որոնք հանգեցրել են այսօրվա այն իրավիճակին, որ մենք ասում ենք, որ Հայաստանը հայտնվել է արտաքին կործանարար սպառնալիքների ազդեցության տակ։ Այսինքն, եթե Քոչարյանի, նախագահ Քոչարյանի հարցազրույցը կոնկրետ վերաբերում էր 44-օրյա պատերազմի պատճառների եւ հետևանքներին, ապա Սերժ Սարգսյան ավելի շատ ընդգրկուն, ես այդպես եմ ընկալել, տևական եւ ընդգրկուն փորձում էր վերլուծություն անել։ Կարծեմ դա առաջի դեպքն էր իր։ Ես ամենայնպես չեմ մտաբերում այդպիսի մանրամասնորեն կամ մանրամասնությամբ կրկնում եմ ինստիտուցիոնալ վերլուծությունների իհարկե կարելի է որոշ հարցադրումների հետ համաձայնել կարելի է ոչ, բայց ինքնին ֆորմատը կամ ինքնին նպատակը փորձել հանրությանը ներկայացնել տեղեկացվածության մակարդակին համապատասխան
խորը վերլուծություն դա ակնհայտ էր։ Իսկ ներեցեք պարոն Հաշյան, երկու նախագահներն էլ կարծես անդրադարձան ոչ այնքան վաղ անցյալին, հա, 18-ից 21 թվականների մասնավորապես տեղի ունեցած դեպքերին եւ դրանց հետևանքներին։ Ձեր կարծիքով մասնավորապես ինչ են առաջարկում հիմա, հա, այսինքն առնվազն մինչեւ հերթական խորհրդարանական ընտրությունները։ Ճիշտն ասած, ես ինչ են առաջարկում այդ հարցի պատասխանը կխուսափեմ տալ, այսինքն ինչ են առաջարկում իրենք այդ հարցի պատասխանը կխուսափեմ ուղղակի տալ, որովհետև թե մեկը թե մյուսը ներկայացրեցին ընդդիմադիր հատվածի կամ ընդդիմադիր ուժերի մոտեցումների ինչ որ մի ընդհանրություններ, բայց այդուհանդերձ իմ ընկալումները մի քիչ այլ են, դրա համար ես ավելի շատ կարող եմ ասել, թե ես ինչ եմ մտածում կամ ինչպես կարտահայտվեի, հա, քանց թե կփորձեն ներկայացնել, թե իրենք կամ մեկնաբանել իրենց խոսքը։ Իրենք բավականին հստակ են արտահայտվել, մեկնաբանելու տեղ էլ չկա, այնքան պարզ են խոսում, որ չես էլ կարող մեկնաբանել։ Տեսեք, ակնհայտ է մի բան, ըստիս, եւ կարծես թե նախագահ Քոչարյանը եւ թե նախագահ Սարգսյանը տողատակում ոչ բացահայտ, տողատակում դրա մասին ակնարկում էին, որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Հայաստանը ըստ էության հայտնվել է Ադրբեջանի թե ռազմական, թե քաղաքական, թե ռազմատնտեսական, թե քաղաքատնտեսական ուղղակի ազդեցության տակ։ Սա ակնհայտ ճշմարտություն է, եւ այդ ամենը ես նոր քիչ առաջ ասում էի ըստ էության այսօրվա իրավիճակը մեր երկրի կարող ենք արձանագրել որպես արտաքին կործանարար սպառնալիքների առկայություն արդեն Հայաստանի, թե տարածքային ամբողջականության եւ թե սահմանի անձեռնմխելիության տեսանյութից կամ բաժանարար գծի, որտեղ սահման որպես այդպեսի դեռևս չկա, բաժանարար գծի ուրեմն առումով ամբողջությամբ, հա, սա այսօրվա գործող իշխանությունների գործողության կամ անգործության հետևանքն է։ Հիմա իրանք սրանից ելնում են, այսինքն սա ունենք իրողություն, որից ելնելով պետք է փորձես քայլեր կատարած իրավիճակը շտկելու։ Եվ մեծ իմաստով ակնհայտ ճշմարտություններ էին ասում, այսինքն խաղաղությունը չի կարող բարի կամքի բացակայության պարագայում լիդերներից մեկի, ես տվյալ դեպքում նկատում եմ Ադրբեջանի ղեկավարի, բարի կամքի բացակայության պայմաններում եւ ոչ ինստիտուցիոնալ բնույթի նախադրյալների, այսինքն բացակայության, ինստիտուցիոնալ նախադրյալների բացակայության պայմաններում խաղաղություն չի կարող վերահասնել։ Խաղաղությունը խնդրելով, մանուկը պես գուրգուրելով խաղաղություն չի ձևավորվում։ Խաղաղությունը հստակ բան։ Դիմացինը պետք է գիտակցի կամ հասկանա, որ խաղաղությունը բխում է նաև իր շահերից։ Այսինքն եթե դուք գնաք քայլերի ռազմական ճանապարհով ձեր նպատակներին հասնելու, դուք կարող եք ավելի շատ կորցնել, քան կարող եք ձեռք բերել։ Այսինքն սա խաղաղության նախապայմանը սա է։ Իսկ սա նշանակում որ Հայաստանը իր կարողություններով, ունակություններով, ինստիտուցիոնալ բնույթի, ոչ միայն ցանկություններով, պետք է ըստ էության ունակ լինի արկա սպառնալիքներին համապատասխան adekvat դիմագրավելու։ Սրա մասին է խոսքը գնում, իսկ սա նշանակում է եւ տնտեսական պոտենցիալ, եւ ռազմական կարողությունների համալրում, եւ ամենակարևորը դաշնակիցների միջազգային հարթակներում բարեկամների եւ մտերիմների կամ ընկերների, հա, բարի կամեցողների մի ամբողջ բանակի ստեղծում, եթե կարելի ասել այդպես, հա, այսինքն սրանք հարցեր են, որոնց պատասխանները այսպես թե այնպես մեր ժողովուրդը պետք է ստանա։ Օրինակ, մեր քաղաքացուն պետք է հետաքրքրի։ Եթե դուք բոլոր ձեր լավ, վատ ցանկացողներից ձեր կապերը խզել եք,
Դուք ո՞նց եք պատկերացնում միայնակ, այնալ ժամանակ էլ չունեք, չէ՞ որ տնտեսապես ոտքի կանգնեք կամ ասեք թե ռազմական կարողությունները վերականգնեք, դիմագրավեք այն սպառնալիքներին, որոնք ակնհայտորեն հնչեցնում են մեր հարևանը։ Ալիևը օրեր առաջ շատ հստակ իրենց ակադեմիա 71-ին նվիրված համաժողովում, թե գիտաժողովում, թե որտեղ շատ հստակ շարադրում էր մոտ այդ պատկերացումները, ինչ պահանջներ է ներկայացնում Սևանա լճից մինչև մնացած թե որտեղ մի խոսքով սա խոսում են մասին, որ Ալիևը շատ լավ հասկանում է, որ գուրգուրելով, խնամելով փոքր երեխայի նկատմամբ ոնց որ վերաբերմունքով, ինչպես ներկայացնում է Փաշինյանը, խաղաղություն չի հաստատվի։ Դա համար ինքը ինչ է ասում։ Ինքը ասում է մենք տանկերով չենք մտնի, մենք մեքենաներով կգանք։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Լեանը, դա նշանակում որ տանկերով մտնելու հնարավորություն կա, բայց մենք նախընտրում ենք մեքենաներով մտնել։ Սա է, սրանից լուրջ ուղերձ սպառնալիքի տեսանկյունից չի լինում։ Ժողովրդական մի հատ խոսք կա, չէ՞, դուս խոսքում են ասում։ Ես չեմ ուզում կրկնեմ։ Հիմա սա է իրողությունը։ Այս պայմաններում, այո, ցավոք սրտի երկու շատ իմ պատկերացմամբ եւ կարծում եմ ես ինչ որ մտեղ լրացում եմ նաեւ երկրորդ եւ երրորդ նախագահների խոսքը։ Ցավոք սրտի մենք մի քանի հնարավորություններ ունենք։ Առաջինը նախ եւ առաջ եւ սեփական ժողովրդին եւ միջազգային հանրությանը ներկայացնել, որ այն քաղաքականությունը, որ հիմա տարվում է, միակողմանի զիջումների քաղաքականությունը, դա դանդաղ գործողության ական է տարածաշրջանի համար, որ 44 օրյա պատերազմի արդյունքները չեն կարող առավել եւս Արցախի ցեղասպանական հայրենազրկման պարագայում, հա, նրանք չեն կարող տարածաշրջան դառնալ այն հենքը, որի շնորհիվ կամ տարածաշրջանում կարելի է լինել կայունություն կամ խաղաղություն։ Սա պետք է բացատրվի եւ միջազգային խաղացողներին, միջազգային ազդեցիկ դերակատարներին եւ թե սեփական ժողովրդին։ Սեփական ժողովրդին պետք է բացատրվի, որ զիջումները մեզ չեն տանում խաղաղության։ Մեզ այն էլ արժանապատիվ խաղաղություն։ Դուք լսել եք երբևէ գործող իշխանությունները խոսի արժանապատիվ խաղաղություն, այս բառակապակցություն երբևէ հնչեցրել են։ Ոչ, խոսում են խաղաղության մասին։ Դե գիտեք ինչ կա, եթե մենք Հայաստանը վերածվի, այն ինչ որ Ադրբեջանի ղեկավարը նպատակ է հետապնդում, վերածվի այսպես մի հատ փոքր կղզյակ տարածում, ոչինչ իրանից չներկայացնող, իհարկե գնանք դեպի մեզ կարող բանի տեղել չտնեն։ Հիմա դա խաղաղություն չէ։ Դա խաղաղություն չէ։ Հայ ժողովրդի պատմական անցյալ ունեցող եվրոպական քաղաքակրթության ակունքներին կանգնած ժողովրդի համար նման ապագան խաղաղություն չի կարող համարվել։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ եթե չեմ սխալվում 23 թվականներ, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, Շվեյցարիայի մայրաքաղաքում Բեռնում արևմտյան երկրները հավաքվել էին մի մեծ գիտաժողովի, որը նվիրված էր Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Եվ բոլորը անվերապահորեն արձանագրում էին, որ խաղաղությունը մեկ բանաձև ունի, արժանապատիվ խաղաղություն։ Սա նշանակում է ինստիտուցիոնալ այնպիսի հարաբերությունների կամ համակարգերի կամ փոխադարձ մեխանիզմների ձևավորում, որի հիմքում ընկած կլինի մեր, այսինքն իր տվյալ դեպքում խոսքը գնում էր Ուկրաինայի մասին, Ուկրաինայի բնական իրավունքների ճանաչումն ու արգումը Ռուսաստանի կողմից։ Արժանապատիվ խաղաղություն դա նշանակում է երկու թշնամի պետությունների միջև այնպիսի հարաբերությունների ձևավորում համակարգային բնույթի մեխանիզմներ, ոչ թե ես ցանկանում եմ խաղաղ ապրել, այդպես բան չկա, կամ ոնց որ Տրամպին ներած, չէ՞։ Շեֆ ջան, իմացի մենք կռիվ չենք անի։ Այնալ ասեց, եթե հանգած հարցեր կունենաք, զանգ կտակ ինձ։ Դա ինստիտուցիոնալ կարգավորում չի։ Հասկանում եք, դրա համար էլ եթե դուք ուշադրություն եք դարձրել օգոստոսի 8-ին այն փաստաթղթերը, որոնք մենք ստորագրեցինք Միացյալ Նահանգների հետ, 2 թե 3 փաստաթղթ ենք ստորագրել, այդ փաստաթղթերի կետերից մեկը բոլորի մեջ պարտադիր վերաբերում էր նրան, որ Միացյալ Նահանգները գտնում են, այսինքն կողմերը տվյալ դեպքում, բայց համոզված որ դա Միացյալ Նահանգների պահանջն է եղել, որ այս
հռչակագրերում կամ այս հայտարարություններում տեղ գտած դրույթները երբևէ չի կարելի որակել որպես պայմանագրային պարտավոր իրավական քաղաքական առումով պարտավորություն կրող։ Այսինքն մենք ցանկություն ունենք մտադիր ենք այդպիսի հարաբերություններ զարգացնել Միացյալ Նահանգներ Հայաստան հարաբերությունների մասն է խոսքը։ Այսինքն իրավական առումով պարտադրված քայլ պարտադրանք երկու ստեկ գոյություն չունի այդ փաստաթղթերում։ Հետևաբար սա ինչու եմ սա հիշում։ Սա մեր բերումը նրա համար, որ ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության մասին ընկալումներն են սարսափելի տարբեր։ Փաշինյանը ցանկալին փորձում է ներկայացնել իրողություն, իսկ իրականությունը որակապես այլ է։ Մենք տեսեք մի օրինակ եմ ուզում բերել, որպեսզի իմ խոսքս ավելի հասկանալի ձեր լսարանի համար։ Այսօր հատկապես շատ են խոսում ցորենի ներկրման փաստի վերաբերյալ, չէ՞։ Իդեպ, պարոն Հարությունյան, շատ ներողություն եմ խնդրում, Ադրբեջանով Հայաստան ներկրվող ռուսական եւ ղազախական ցորենի վերաբերյալ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում ասաց, որ այդ հարցին ամենալավը տիրապետում է Խոսրով Հարությունյանը։ Ես ճիշտ ասած իրար։ Եվ նա կպատասխանի։ Նոր դիսարած ինձ հիշեցին։ Լավ, հիմա ես փորձեմ, չգիտեմ ես լավ եմ տիրապետում թե չէ, բայց որ լոգիստիկայի հնարավորություններին կարծեք թե տիրապետում եմ, դա փաստ է։ Ես ունեմ հոդված դեռևս 91 թվականին գրված հոկտեմբեր ամսին, ասում կներեք 91 2021 թվականին հոկտեմբերին գրված հոդված Հայաստանը մուրճի եւ սալի արանքում ինչ անել, եւ դա վերաբերում է եւ սահմանազատման կոնցեպտուալ մոտեցումների եւ ապաշրջափակման կոնցեպտուալ մոտեցումների։ Տեսեք, հիմա ես վերադառնամ ցորենի, ես ինչու եմ այս օրինակը բերում, որովհետեւ մեզ համար հասկանալի լինի թե խաղաղությունը չի կարող պայմանավորված լինել մեկ անհատի բարի կամքով։ Ալիևը որոշում կայացրեց, ինչ նկատառումներից ելնելով կարող են դա քննարկել, բայց որոշում կայացրեց թույլ տալ այսուհետ Հայաստան հասցեագրված բեռները տեղափոխվեն Ադրբեջանով։ Դա է իր որոշում եղել։ Այստեղ սկսեցին թմկարել, տեսեք, խաղաղությունն եկավ։ Ես գոհ եմ, ես ուզում եմ որ դուք իմանաք ձեր լսարաններ իմանա, ես գտնում եմ ինչքան շատ արտաքին աշխարհի հետ մենք լոգիստիկան կապվելու, հաղորդակցվելու լոգիստիկ հնարավորություն ունենանք, այնքան լավ մեզ համար։ Ես գտնում եմ, այո, պետք է ընդհանրապես դրվատանքի խոսք ասել այս ստեղծված իրավիճակի համար այն առումով, որ մենք հնարավորություն ստացանք գնացքով ներկրել հացահատիկը։ Միջև այդ մենք ներկրում ենք մեքենաներով։ Մեքենաներով ոչ միայն ապրանքային ծավալն է փոքր, այլ ինքնարժեքն է բավականին թանկ։ Գնացքով անհամեմատ ավելի հարմար է։ Ճիշտ է, անցնում է մի քանի երկիր, միգուցե կարելի է ավելի այսպես կարճ ճանապարհով մտնել Ադրբեջանից Հայաստան, օրինակ ես ասում եմ Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, այս ճանապարհով կարող են այդպես չէր գնալ Վրաստան, եթե իրականում Ալիևը իրականում ցանկանում էր որպեսզի նպաստեր ապաշրջափակմանը, վերականգնել երկու ստեկ փոխշահավետ համագործակցությանը, նպաստել այդ համագործակցությանը, ապա նա կարող էր գնալ այդ ճանապարհով, այլ բանը որ Հայաստանը պատրաստ չէր դրան, որտեղ այնտեղ մի սողանք կա հաղարցնի շրջանում, որը այդ Իջևան Դիլիջան հատվածը ըստ էության գործելու համար պրոբլեմ է ստացել, վաղուց կարելի է վերացնել, բայց թողնենք դա։ Դա ուրիշ։ Ես ինչ եմ ուզում ասել, տեսեք, իշխանությունները սկսեցին դա ներկայացնել, որպես խաղաղություն եկավ, պատմական պահ, պատմական իրականություն, պատմական իրողություն եւ այլն։ Բաց եմ ուզում տալ։ Նախ եկեք համաձայնենք, որ Ալիևի այդ որոշման վրա կամ որոշման կայացման գործում դժվար թե հայկական հայաստանյան իշխանությունները առանձնապես լուրջ դերակատարում են ունեցել։ Ալիևը ինչ նկատառումներից ելնելով է, իր շահերից ելնելով է այդ որոշումը կայացրել։ Բայց թողնենք դա էլ մի կողմ։ Հիմա ես հարց եմ տալիս այ բոլոր նրանց, ովքեր ասում են խաղաղությունն եկավ։ Վաղը պատկերացրեք Ալիևը ինչպես հանգարցակի այդ որոշումը կայացրեց, թույլ տալ իր տարածքով Հայաստան հասցեագրված բեռնափոխադրումներ իրականացնել։ Վաղը նույն ձևի հանկարծակի որոշում կայացրեց ոչ։ Ես այլևս արգելում եմ Հայաստան, ինչպես մինչև հիմա եղել էր։ Ասացեք, խնդրեմ, հայաստանյան իշխանությունները Ալիևի այդ ոչի վրա, այդ բացասական որոշման վրա ազդելու որևէ հնարավորություն ունեն։
Թող ինձ որևէ մեկ էկոնոմիկայի նախարար կլինի, փոխվարչապետ կլինի, վարչապետը, թող ներկայացնեն, որ Ալիևը չի կարողանա այդպիսի որոշում կայացնել, որովհետև ինքը պետք է շահագրգռված լինի այդ տրանսպորտային հաղորդակցության մեջ։ Հասկանում եք, սա է հարցը։ Այսինքն ես շատ բարձ բան եմ ասում, ներկայացնել այդ որոշումը, որը ընդհանրապես մի մարդ, չգիտենք ինչ նկատառումներով կարող ենք մեկնաբանել, ինչու հենց այս պահին եւ այդ որոշումը կայացվեց, ինչ-որ մի հատ որոշում է կայացրել, վաղը չեմ իսօրը կարող այդ որոշումը փոխել։ Առավել եւս, որ Լեաննա, տարածաշրջանում Ադրբեջանը ամենաոչ պայմանագրաունակ պետությունն է։ Ալիևը այս տարածաշրջանի ամենաոչ պայմանագրաունակ լիդերն է, ղեկավարն է։ Նա այսօր կարող մի բան ստորագրել, հաջորդ օրը այս ստորագրեցի շտակառակն անել։ Ընդ որում ենթադրելով, որ ինքը որևէ պատասխանատվության չի ենթարկվի։ Մինչև հիմա մենք դա տեսել ենք այդպեսի։ Շատ հեռու չգնանք։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ Ալիևը չի կատարել։ Ստորագրել է, պահանջում է 9-րդ կետի կատարում, բայց մնացած կետերը ոչ մեկը չի կատարել, չէ՞։ Իսկ Հայաստանը ոչ միայն կատարել է, նույնիսկ գերա կատարել է։ Հիշում եք, մենք վերեցինք, նաև տվեցինք նրանց քարտեզներ, ականապատման քարտեզները։ Մի բան, որ այդ եռակողմ հայտարարության մեջ գրված չէր։ Այսինքն Ալիևը ոչ պայմանագրաունակ անձ է։ Ալիևը վստահելի պարտնյոր չէ։ Ոնց կարելի է նրա մի հատ որոշումը, որ մենք չենք էլ իմանում, թե ինչ նկատառումներից ելնով է ինքը արել։ Համենայնպես չի հայտարարել, որ ես անում եմ իլրումն այն նախաստորագրված պայմանագրի, ինքը դες բաներ չի ասել։ Ճիշտ հակառակը, խոսում էր Գյոչայից, խոսում էր 300,000 ադրբեջանցիների պարտադիր վերադարձի մասին, տանկերի փոխարեն մեքենաներով մտնելու մասին։ Հիմա հարց. Ինչպես կարելի է այս իրավիճակում այդ կայացած որոշումը հրամցնել մեր ժողովրդին, որպես խաղաղությունը անշրջելի դառնալու փաստ։ Պետք է լինել, գիտեք, մտոք կույր նման բան պնդելու համար։ Ես նորից եմ կրկնում, թող ինձ համոզեն կամ ներկայացնեն փաստեր, որով ենթադրենք վաղը Ալիևը որոշում կայացրեց մերժել այդ հնարավորությունը, չեղարկել այդ հնարավորությունը եւ հայաստանյան իշխանությունները կկարողանան ազդել նրա այդ որոշման վրա։ Թող բերեն այդ օրինակը։ Եթե դա չկա, ուրեմն մենք խաղաղության մասին ուղղակի փորձում ենք ցանկալին ներկայացնենք որպես իրողություն։ Դա ոչ պատմական է, առավելես որ եթե խոսքը նայում եք պատմականի վերաբերյալ 92 թվականին մենք հացահատիկ բերել ենք Թուրքիայից։ Մենք 92 թվականին հայտնվել ենք խուլ շրջափակման մեջ, Հայաստանը բոլոր կողմերից շրջափակման մեջ էր եւ ունենք 37 միլիոն EQ հացահատիկի ձեռքբերման համար վարկ եվրոպական պայմանավորվածություն ձեռք բերեցի ես այն ժամանակ վարչապետն էի։ Պայմանավորություն ձեռք բերեցի Թուրքիայի վարչապետի հետ Սուլեյման Դեմիրելի հետ այն մասին, որ մենք 37 միլիոն EQ-ն տալիս ենք իրան, այսինքն վարկի կառավարման ֆունկցիան փոխանցում ենք Թուրքիային, Թուրքիան կարող է օգտվել այդ վարկից, մենք այդ մասին տեղյակ բարձրացինք պաշտոնապես նաև Եվրոմիությանը։ Փոխարենը մենք ստանում ենք հացահատիկ, ղարս ախուրյան գծով։ Այսինքն, եթե մենք դա այն ժամանակ չհամարեցինք պատմական պահ, ես այսօր ընդհանրապես նորից եմ կրկնում, անհասկանալի հիմնավորումներով Ալիևի որոշմամբ այս process-ը, ես դա գտնեմ դրական բոլոր դեպքերում։ Անկախ նայած թե Ալիևը երբ որոշում կայացնի բացառ որոշում կայացնի թե ոչ մերժել այլևս չեղարկել այդ իր այդ ընդունած որոշումը նույնիսկ այդ պարագայում բոլոր դեպքերում դրական է դա բայց ներկայացնել սա ոնց որ բալասան մեր բոլոր խնդիրների խաղաղություն եկավ հենա գալիս է դռները բացեք հեսա խաղաղությունն է մտնում այդպես չի իրականությունը, ցավոք սրտի։ Այս բոլորի մասին խոսում էին երկու նախագահներն, իհարկե ոչ այսպես, միգուցե մի քիչ այլ բանաձևումներ ու ձևակերպումներով, բայց խնդիրը կայանում էր մեկ, որ մենք այսօրվա գործող իշխանությունների գործողության ու անգործության պատճառով հայտնվել ենք բավականին ծանր կործանարար արտաքին ռազմական սպառնալիքների տակ ես նկատում սոտ խոզնավար հատվածի բոլոր
ռազմավարական բարձունքները գտնում են Ադրբեջանի ռազմական ուժերի վերահսկողության տակ, իսկ Տաուշի շրջանի սահմանազատման արդյունքում մենք նույնիսկ կոտրեցինք Տաուշի շրջանի պաշտպանական գիծը եւ հիմա Ադրբեջանը լրիվ ոնց որ ասում են բավարարված է այդ աշխատանքով, որ մենք կատարեցինք Տաուշում սահմանազատման կամ սահմանագծման արդյունքում կամ այդ ֆոնին ես կարծում եմ, որ մտահոգությունները բոլորի կան մեր սրանում։ Արդյոք հասարակությանը հաջողվեց հասցնել այն վտանգներն ու սպառնալիքները, որոնք պայմանավորված են այսօրվա իշխանությունների գործողությունների կամ կրկնում եմ անգործության արդյունքում։ Խնդիրը մեծ իմաստով կարծում եմ երկու նախագահների ոնց որ դուք ասացիք ընդդիմադիր ուժերի ղեկավարների կարծում եմ սրանում էր կայանում։ Որքանով դա իրենց հաջողվեց, ես կարծում եմ, եթե մարդիկ ուղղակի բանական, ընկալելու բանական տարրական կարողություններ ունակություններ ունեն, կհասկանան ինչի մասն է խոսքը գնում։ Պարոն Հարությունյան, իսկ ինչ կասեք այն մասին, որ նաև հիմա ցանկանում են հապկից դուրս գալ, ինչպես նաև ընդհանուր հակառուսական այս տրամադրությունները։ Տեսեք, եթե դուք չեք առարկում, ես մինչ ձեր հարցին անդրադառնալ եմ, մի հարցադրման էլ արձագանքեմ, մենք մի հարցի պատասխան տիտանք, այդուհանդերձ։ Դաժե մեկ հարց չէ, երկու հարց է, բայց կարևոր հարցը որն է։ Մենք տեսնում ենք քայլեր, արդյոք այս ստեղծված իրավիճակում, երբ որ Ադրբեջանը ասում է դուք պարտվել եք, իսկ ինձ համար պարտությունը մի գնահատական, մի կապիտուլյացիա։ Ալիևը չէր թաքցնում, մի անգամ կարծում ինձ այդպես էլ ասել է, պարտվել է կապիտուլյացիան փաստաթուղթ ստորագրել վերջ։ Ես ասում եմ, այո, ճակատամարտը պարտվել ենք, բայց հələ բաբուշկա надвое сказала։ Պատերազմը ոչ։ Հələ տեսնենք ինչի մասին ենք խոսում։ Սա մեկ։ Երկրորդը կարևորը, արդյոք մենք տեսնում ենք քայլեր, որոնց իրականացումը լիանն է։ Կարող է բերել այդուհանդերձ այդ սպառնալիքների, եթե որ չեզոքացմանը, գոնե մեղմանը։ Սա լրջագույն հարց է, որտեղ մեր ազգաբնակությունը իրականում պետք է համոզված լինի, որ այդուհանդերձ Փաշինյանը ուներ ընտրություն այլ ճանապարհով գնալու, բայց ինքը ընտրել է այն ճանապարհը, որ բերել է սոտ խոզնավար ամբողջ այդ ռազմավարական վարձունքները հայտնվել են մեր թշնամու վերահսկողության տակ։ Կա այդ սցենարը, ասում այո, կա։ Եվ այդ հնարավորությունը պետք է փնտրել նախ եւ առաջ ապաշրջապատման մեջ, ապաշրջապատման կոնցեպտի մեջ, որովհետեւ նոյեմբերի 9-ի երակոմ հայտարարությունը լիաննա մեծ իմաստով դա հրադադարի մասին էր։ Նոյեմբերի 9-ի երակոմ հայտարարության բոլոր կետերը, եթե կատարվեին, ըստ այդ հայտարարության հեղինակների, ստեղծվելու էր եւ իրավաքաղաքական եւ ինստիտուցիոնալ նախադրյալներ մի կողմից հրադադարը դարձնել անշրջելի, կայուն, ձևավորել փոխադարձ վստահություն թշնամի պետությունների միջև, ինչը իր հերթին կնպաստեր խաղաղությունը վերահաստատելու կամ խաղաղություն հաստատելու։ Սա էր նոյեմբերի 9-ի ողջ փաստաթղթի ողջ նպատակը։ Թողնենք մի կողմ, որ Ադրբեջանը ձախողեց, ռուսներն էլ կարծեք թե աշկները փագեցին այդ ձախողման վրա, այս պետք է իրենց անունով անվանենք։ Մերոնք էլ ոնց որ իրենց քայլերով պակաս չնպաստեցին այդ process-ին, մենք կարող ենք մանրամասնորեն խոսել, բայց կա մի շատ կարևոր հանգամանք ըստիս, որը շատ էական եմ համարում։ Առաջինը, արդյոք Հայաստանը ունի ռեսուրս, խնդրում ուշադրություն դարձնեք, ունի ռեսուրս այս ստեղծված իրավիճակում այդ սպառնալիքները չեզոքացնելու կամ մեղմելու, ասում եմ այո, որն է այդ ռեսուրսը, կարող ձեզ տարօրինակ թվա նույնիսկ, բայց արդեն վաղուց եմ ես դրա մասին խոսում։ Մի հատ ռեսուրսը դա մեր աշխարհագրական դիրքն է։ Եթե մենք կարողանանք մեր աշխարհագրական դիրքը, որը մեզ դարձրել է խոցելի միշտ,
Եթե մենք կարողանանք այդ մեր աշխարհագրական դիրքը օգտագործենք, այն վերածենք աշխարհաքաղաքական պոտենցիալի, այսինքն մենք այնպիսի քաղաքական քայլեր կատարենք, որի արդյունքում կամ որի հետևանքով մենք ինչ որ խոշոր խաղացողների համար սկսենք ինչ որ բան նշանակել, ինչ որ կարևորություն ունենալ, այդ ժամանակ մեզ հնարավորություն կունենանք այդ սպառնալիքները կամաց աշճանաբար չեզոքացնել։ Այսինքն կոնցեպտուալ առումով աշխարհագրական դիրքը աշխարհաքաղաքական պոտենցիալի ներուժի վերածելն է։ Դրա համար պետք է ճիշտ օգտագործել ապաշրջափակման այն հնարավորությունը, որ նախատեսված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով, 9-րդ կետով։ Դրա մասին ես շատ եմ խոսացել, կարող եմ նորից կրկնել, բայց խոսքը գնում է ոչ թե մեղրիով, որտեղ մեղրին ըստ էության մենք փող ենք ծախսելու մոտավորապես $226 միլիոն, որսի Ադրբեջանը հարմարավետ միանա Նախիջևանով Թուրքիայի հետ։ Այսօր Թուրքիան արդեն Նախիջևան, Իգդիր, Շարուր Իգդիր Ղարս երկաթգծի արդեն նախագծային աշխատանքներն ավարտված են, ձեռնամուխ եղել նրանց կառուցմանը։ Այսինքն մեղրին մեզ հետ ոչ մի կապ չունի, հայկական խնդիրների հետ, հայաստանյան խնդիրների հետ որևէ խաղաղ չունի։ Պրոբլեմներ ինչքան ասեք ստեղծում է, բայց ոչ ավելին, հա։ Դրա համար ամենաճիշտ տարբերակը Բաքու, Ղազախ, Խիջևան, ես դրա մասին շատ եմ խոսել, չեմ ուզում կրկնել։ Ուրեմն ապաշրջափակման ճիշտ կոնցեպտը սեղանի դնելու պարագայում մենք կարող ենք ըստ էության միջազգային հանրությանն էլ եւ Ադրբեջանն էլ ասել, որ գիտեք ինչ կա։ Եթե իրավամբ մենք, ես եւ դուք, պարոն Ալիև, ձգտում ենք խաղաղության, ապա հա խաղաղության ճանապարհը, որտեղից է սկսում, որտեղ այդ ապաշրջափակումը իր էությամբ պետք է լինի այնպեսին, որ մի կողմից ոչ միայն նպաստի, այսինքն երկաթուղին երկու պետությունների միացնող երկաթուղում, պետք է լինի իր կոնֆիգուրացիայով այնպեսի, որ ոչ միայն նպաստի երկու ստեյք փոխշահավետ տնտեսական համագործակցության համար, տնտեսական համագործակցությանը, այլ նաև, որը շատ էական է, այլ նաև պետք է զերծ պահի կողմերից որևէ մեկին գայթակղությունից ուժ կիրառելու միջոցով միակողմանի օգուտներ կորզելու։ Սա է ապաշրջափակման ամբողջ իմաստը։ Մեղրին այս խնդիրը չի լուծում։ Որևէ մեկը ամենաճարտար մեկնաբանություններով ինչ չի կարող հակառակում համոզել։ Հասկանալի է։ Հետևաբար մենք ունենք այդպիսի հնարավորություն, բայց կան մի նախապայման սրան։ Մենք պետք է ընդդիմությունը, ես ընդուն, ընդդիմությունը պետք է իր ծրագրային քայլերը առաջարկելիս, դա կլինի սահմանազատման մասին, դա կլինի ապաշրջափակման մասին, ձեր թույլտվությամբ քիչ հետո դրա մասին էլ ես կխոսեմ։ Պետք է նախ եւ առաջ բոլոր խաղացողներին հնարին չափով հոդաբաշխ, ես նկատում ազդեցիկ խաղացողներն արտաքին, ներկայացնել որ իր նպատակը ոչ թե ռազմական, ռազմատենչ խնդիրներ լուծելն է, այլ իր նպատակը ըստ էության եղած սպառնալիքները չեզոքացնելը ուժերի բալանսը վերականգնելն է։ Սա շատ լուրջ հարց է։ Ընդդիմությունը եւ նրա լիդերները այս խնդիրը պետք է լուծեն։ Հասկանում եք։ Մեր Հայաստանում ուրեմն հավատարմագրված բոլոր դեսպանատները Ֆրանսիա, Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, Գերմանիա եւ այլն, բոլորը պետք է համոզված լինեն մի բանը, որ ընդդիմությունը գալիս է իշխանության ոչ թե պատերազմ հրահրելու Ադրբեջան, որի միջոցով Ադրբեջանը փորձում է այդպես ներկայացնել։ Ոչ, մեր նպատակը դա չի։ Մեր նպատակը այո խաղաղությունը վերականգնել եւ դա լինի արժանապատիվ։ Այսինքն թե Ադրբեջանը, թե մենք պետք է փոխադարձ միմյանց հետաքրքրությունները հարգենք եւ ճանաչենք միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անդրմխելիություն եւ այլն։ Սա շատ էական է։ Հասկանում եք, եթե մենք այս խնդիրը չենք դնում օրակարգում, իդեպ մի թեզը պետք է զարգացնեմ ձեր թույլտվությամբ։ Տեսեք, տարածաշրջանում 3 պետություն կա, կողքի պետությունները չհաշվեն, չէ՞։ Եթե այս 3-ից մեկը կա, մի ժողովուրդ կամ մի պետություն, որը խաղաղության հատկապես ընդգծված կարիքն է զգում, դա Հայաստանն է։ Գիտեք ինչու՞։ Որտեղ միակ պետությունն է, որ մենք բացծով եղք չունենք։ Մեզ օդ ու ջրի պես պետք է խաղաղություն մեր հարևանների հետ։
Մենք պետք է հասնենք նրան, մեր հարևանների հետ, որովհետև միշտ այսպես է լինելու։ Ուզում ենք մենք թե չէ, մեր աշխարհական դիրքը դա է։ Մեր զարգացումը միշտ առաջացնելու է պայմանավորված լինելու մեր հարևանների քաղաքական կամեցողությամբ։ Հետևաբար, սա լուրջ հարց է, բարդ, մեր ողերիմ հարևանությունն հաշվի առնելով բարդ հարց է, բայց մենք ուրիշ տարբերակ չունենք, հետևաբար մեր նպատակը պետք է լինի ժամանակի ընթացքում քայլ առ քայլ Հայաստանի եւ իր հարևանների միջև ձևավորել այնպիսի փոխհարաբերություններ, կրկնում եմ այս բառը անդադ ինստիտուցիոնալ բնույթի, ոչ թե առանձին անհատների բարի կամքով պայմանավորված։ Ես ու դու ընկերենք, ուրեմն լավ է, խնդրեմ չունենք, վաղը չեմ իսօր վատացան մեր հարաբերությունները, կվատանան այլ մեր պետությունները։ Ուրեմն այդ չի, այլ ինստիտուցիոնալ, այնպիսի հարաբերություններ պետք է ձևավորվի, որ մի կողմից Հայաստանի բնական շահերը հարգվեն մեր եւ դա լինի փոխադարձ, մեր հարևանների կողմից եւ դա լինի փոխադարձ, մյուս կողմից, որ մեր զարգացումը, եթե չի բխում նրանց շահերից, գոնե նրանց մոտ չառաջացնի առնվազն մտահոգություն։ Սա հեշտ խնդիր չէ, բայց պետք է այս խնդիրը դրվի։ Հայաստանի բոլոր իշխանությունների, բոլոր ժամանակների իշխանությունների առջև։ Կրկնում եմ, դա հեշտ խնդիր չէ, բայց ուրիշ խնդիր ես չեմ տեսնում, որը մենք պետք է դնենք եւ փորձենք լուծել, մեր բոլոր սերունդները այս խնդիրը պետք է լուծեն։ Հիմա տեսեք, եթե մեզ հաջողվի այդ իմ նկարագրած երթուղով Բաքու, Ղար, Սիջևան եւ այլն, Ղազախ, Իջևան եւ այլն, եթե երթուղով ապաշրջափակում լինի, Հայաստանը հայտնում է նաեւ չինական 1 գոտի 1 ճանապարհ ծրագրի մեջ, որտեղ մենք դառնում ենք այդ մեգա ծրագրի օղակներից մեկը։ Եվ գիտեք, պարագաների բերումով Չինաստանը իր իսկ շահերից ելնելով, որտեղ նրան պետք է որ ծրագիրը ամբողջությամբ անխափան իրականացվի, իր շահերից ելնելով կդառնա մեր Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Կրկնում եմ, դա ոչ թե մեզ է պետք լինել, իրեն, բայց արդյունքում վիտոկը կստացվի, որ մեզ էլ է պետք։ Հասկանում եք։ Այսինքն տեսեք, քայլեր են ես ասում, որոնք կարող են առանց Ադրբեջանի մոտ, սա շատ կարևոր է, կազուս բելի, ռազմական գործողություններով իր խնդիրները լուծելու պատրվակ ստեղծելու, մենք կարող ենք ըստ էության աշճանաբար փորձել մեր մեջքը ուղղել ժամանակի ընթացքում, այդ ընթացքում իհարկե մենք ժամանակը մեզ համար կարևոր ռազմավարական ռեսուրս է, որտեղ առաջի խնդիրը որ մենք չունենք, դա ժամանակն է որ մենք չունենք։ Մեզ ժամանակ չի տա ոչ ոք, այդ թվում նաև Ադրբեջանը, եթե մենք կանխարգելիչ քայլեր չկատարենք եւ չխոսենք մեր խոշոր բարեկամ խաղացողների հետ, չբացատրենք մեր ցանկությունները, Ադրբեջանը միշտ էլ ցանկացած իշխանափոխություն օգտագործի, ասի, եկան ռևանշիստները։ Ինքը հիմա այդ նարատիվները պատահաբար չի դնում, չէ՞ շրջանառության մեջ։ Դուք եկաք իշխանության, Փաշինյանը չի, ուրեմն դուք եկել եք ռևանշի համար, հասկանում եք։ Այս սա է պետք, սա ինքը օգտագործել է ճարպկորեն եւ այսօրվա դրությամբ իշխանությունները դրա դեմ ոչ մի հակափաստակ չեն բերում, որտեղ ինչ-որ մտեղ իրենց դա ծառնտու է։ Որտեղ Ադրբեջանը հավանաբար խիստ շահագրգռված է, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Սա ակնհայտ է, ոչ ոք հակառակում չի կարող մեզ համոզի, ինձ գոնե, հա։ Հետևաբար, այստեղ շատ էական է, որ ընդդիմադիր լիդերները, ընդդիմադիր ուժերը ինչպես են փորձելու ներկայացնել ազդեցիկ խաղացողներին, միջազգային հարթակներում, որ իրենց նպատակը պատերազմը չի, այլ ճիշտ հակառակը։ Իհարկե, այստեղ կա մի շատ լուրջ խնդիր, դա Արցախի խնդիրն է, որը այդուհանդերձ օդում կախված է, եւ ինչքան ուզում է Ադրբեջանը իրեն խարակիրի անի, նույնիսկ այդ խնդիրը հակամարտությունը կարգավորված չի կարող համարվել հենց միայն այն առումով, որ բիրտ ցեղասպանական գործողությունների արդյունքում չի կարող հակամարտությունը համարվել կարգավորված։ Այսօր բոլորի ուշադրությունը այլ տեղ է, աշխարհը գտնում է, գլոբալ աշխարհը գտնում է լուրջ տեկտոնիկ տեղաշարժերի մեջ, դրան դեռ ուշադրություն չի դարձնում։ Վաղը չեմ իսօրը բոլորը Ադրբեջանից հաշիվ են պահանջելու։ Առավելից եթե նրանք ունենան Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ցանկություն, իսկ այդ ցանկություն բոլորի մոտ մեծ միշտ լինելու է։ Հետևաբար խնդիրը կայանում է դրանում։ Ինչպես բանաձևենք մեր, ես գտնում եմ, որ խնդիրը պետք է լինի հետևյալը։
Ընդդիմությունը պետք է հայտարարի։ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ եւ չի կարող կարգավորված լինել առավել եւս ցեղասպանության, ցեղասպանական բիրտ ուժի կիրառման արդյունքում եւ միջազգայինորեն ճանաչելի ցանկացած ֆորմատում խաղաղ բանակցային գործընթացը այլընտրանք չունի։ Սա պետք է լինի այն բանաձևը, որ պետք է առաջնորդվի ընդդիմությունը։ Հեշտ խնդիր չէ, դժվար խնդիր է, բայց մենք ունեցել ենք այդպիսի հնարավորություն։ 96 թվականի դեկտեմբերին Լիսաբոնի ԵԱԿ գագաթնաժողովի որոշումը վետոյի արժանացնելուց հետո 1 տարվա հետո 2007 թվականին մենք եկանք հանգեցինք մադրիդյան սկզբունքներին, հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներին։ Այսինքն ես պետք է ասեմ, այսինքն այն ժամանակ էլ շատ բաներ կարող էր թվալ կամ միգուցե թվում էր անիրականանալի կամ դժվար իրականանալի։ Այսօր էլ նույն վիճակն է։ Հետևաբար խնդիրը պետք է մեկ լինի։ Այո, Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է հարգվեն, վերադարձել նույնպես, բայց այդ հարցերը պետք է լուծի խաղաղ բանակցային ճանապարհով, որտեղ կոնֆլիկտը կարգավորված չէ։ Ինչքան էլ ուզում են Ալիևն ու Փաշինյանը նավակներ գրեն, Մինսկի խումբը վերացնեն կամ փակեն, վաղ պետք է գալ այդ նույն խաղացողները մի հատ ուրիշ ֆորմատ կստեղծեն։ Ինքնին խոշոր խաղացողները վաղ թե շուտ պետք է սկսեն ուշադրություն դարձնել միջազգային իրավունքի նորմերի պահպանությանը, հատկապես փոքր պետությունների կողմից, որտեղ եթե նրանք խաղի այդ կանոններն էլ անտեսեցին, աշխարհը գլոբալ աշխարհը կառավարելի չի լինի երբևէ։ Հետևաբար, եթե այս մասը ավարտեմ, այսինքն ես տեսնում եմ, այո, կան սպառնալիքներ, որոնք ձևավորվել են այսօրվա իշխանության գործողությունների ու անգործության արդյունքում, եւ ես տեսնում եմ քայլեր, որոնց մասին պետք է բարձրաձայնի ընդդիմությունը, եւ դա ներկայացնեն նաեւ արտաքին ազդեցիկ խաղացողներին, քայլեր, որոնք որ ոչ թե մեզ կտանեն ռազմական ճանապարհով մեր կարողություններն ու իրավունքները վերականգնելու, այլ բանակցային ճանապարհով օբյեկտիվորեն հասնենք դրան։ Եվ այս կոնտեքստում Լիաննա, գիտեք, շատ կարևոր է դառնում նաեւ սահմանազատման խնդիրը։ Որտեղ սահմանազատում ասելով, սահմանազատում կամ սահմանագծում ասելով մենք պետք է հասկանանք հավանաբար այնպիսի սահման Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որը զերծ կլինի ապագա սրացումներից, որը չի նպաստի իր կոնֆիգուրացիայով, չի նպաստի անկայունությանը կամ ապագա ռազմական գործողություններին։ Սա շատ էական է, իդեպ սա իմ գաղափարը չէ։ 2017 թվականին 8 տարի առաջ, դեկտեմբեր ամսին, Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության քարտուղարությունը ընդունել է մի փաստաթուղթ, բավականին հաստափոր փաստաթուղթ, ուղեցույց, կոչվում է պետական սահմանի սահմանազատում սահմանագծում հրատապ հարցեր եւ լուծումներ։ Այդ փաստաթղթում շարադրված են այն սկզբունքները, որոնք ԵԱԿ անդամ պետությունները պետք է իրար միջև սահմանի սահմանազատման սահմանագծման ժամանակ այդ սկզբունքներով պետք է առաջնորդվեն։ Իդեպ այս փաստաթուղթը, որի մասին ես նշում եմ, ընդունվել է հատուկ հետխորհրդային տարածքի պետությունների միջև սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները կազմակերպելու համար։ Եվ այս սկզբունքներից մեկը վերաբերում է հետևյալին, որ ապագա սահմանը չի կարող լինել նոր սրացումների կամ անկայունության աղբյուր։ Այսինքն հետաբար դուք պետք է սահմանազատման ընթացքում այնպիսի սահմանագիծ ընտրեք, որ կողմերից որևէ մեկին գերակա հնարավորություն ռազմական ճանապարհով իր նպատակին հասելու այդպիսի հնարավորություն չի տա։ Սահմանազատման նպատակը դա է։ Հիմա ասացեք, խնդրեմ, եթե սոտ խոզնավոր ամբողջ հատվածում սկսած սոտքից, չէ, Վարդենիսից վերջացրած, ասենք, նույն Սևլիչ, Իշխանասար, մինչև Ջերմուկ եւ այլն։ Ամբողջությամբ գտնում են դրանք Ադրբեջանի ռազմական ուժերի ազդեցության տակ։ Եվ այս պայմաններում ասում են եկեք անենք սահմանազատում։ Որևէ բանական մարդ կարող է մտածել, որ եթե ես ձեր ասածը չանեմ, ապա դուք այն ջերմուկը ձեր գրաված բարձունքը կօգտագործեք ձեր ռազմական ճանապարհով ձեր նպատակների համար։ Ինձ ոչ ոք չի կարող ասել, որ ես սխալվում եմ։ Այսինքն կա երկրորդ սկզբունք, այդ նույն փաստաթղթում,
որ սահմանազատումը չի կարող իրականացվել եւ սահմանագծումը չի կարող իրականացվել ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի տակ։ Իսկ մենք այսօր գտնում ենք ուղիղ դրա այդ պայմաններում բոլոր ռազմավարական բարձունքները զիջելով Ադրբեջանին, մենք ըստ էության հոժարական ինքներս մեզ դրել ենք ուժի կիրառման սպառնալիքի տակ Ադրբեջանն էլ օգտվում է դրանից, ասում դրա համար կուզենամ տանկերով կմտնեմ, բայց եթե դες խելոք պահեք, ես բարի կդնեմ, մեքենաներով կգամ։ Սա է ինքը ասում։ Հիմա ավելին Լեաննա, վերջերս սկսեցին խոսել նաև անկլավների մասին, ադրբեջանցիները, բոլորին վերջերս, չէ՞։ Իսկ ինչ ասում Փաշինյան, ասում է մենք Արցախը չենք զիջելու։ Ցանկացած թիզ հողի համար կռիվ կտամ ես։ Ում է պետք Արցախը։ Դու գիտեք, որ Արցախեն գնալու համար մենք առնվազն 2 ադրբեջանական գյուղերի մեջ օպտի անցնենք։ Ում է պետք, որը մի հայը կգնա Արցախեն կապրի։ Որ մի հայը։ Բայց փոխարեն ինքը դրա մասին ասում է, որ դուք գիտեք, տարածք Արցախը ավելի շատ մեծ տարածք էր, քան Քյարքին կամ Տիգրանաշենը մեր, չէ՞։ Այսինքն նա հիմա հող է պատրաստում, որովհետեւ վաղը չեն ասում անկլավները եւ չեն էլ թաքցնում, անկլավները պետք է վերադարձնեն Ադրբեջանին։ Հիմա դե պատկերացրեք մի իրավիճակ։ Ես ուզում եմ, որ ձեր լսարանն էլ այս իրավիճակը պատկերացրի։ Մեր դեպի Սյունիք գնացող հիմնական ճանապարհը անցնում է հենց Տիգրանաշենով։ Հենց Տիգրանաշենով։ Եթե դուք զիջում եք Տիգրանաշեն ադրբեջանցիներին, այդ անվան տակ, որտեղ նրանք ասում են մենք անկլավ ունենք այդտեղ։ Ինչ է անում Ադրբեջանը։ Հաշված օրերի ընթացքում Տիգրանաշենը դառնում է ռազմական հենակետ։ Տիգրանաշենը դառնում է ռազմական հենակետ։ Եվ նա փոքր ատրճանակով, հետո ասում պարսատիկով, հա, ռագատկա պարսատիկով, կարելի է սպառնալ դեպի Սյունիք գնացող մեքենաներին։ Էլ չեմ ասում ջերմուկից էլ այդ ամբողջ ճանապարհը գտնում ընդհանրապես ինքնաձիգի հեռավորության վրա։ Հիմա ես հարց եմ տալիս։ Այդ Արցախը ենթադրենք վերցրեցինք ու մեզ ասում են այդ խելոքները, որ պետքա դրա դիմաց անկլավներ տանք, որտեղ Արցախն ավելի շատ մեծ տարածք է, կամ այդ անկլավները սա իրար գումարած, երկու գյուղ կարծեմ Տավուշի կողմը, իրանց բոլորին հիմնարկում ավելի շատ Տիգրանաշենը։ Ինչ է տալու դա մեզ։ Ընդհանրապես նոր խնդրեմ։ Ջերմուկ Տիգրանաշեն երկու կողմից հարվածի տակ են դնում այս ճանապարհը եւ դեպի Սյունիք գնացող մի քանի մեքենաների ուղղությամբ, даже մեքենաներ չէ, այդ ուղղությամբ կրակոց լինի, դեպի Սյունիք այլևս մեքենա չի գնա։ Այսինքն ի Սյունիքից կգան, հետ չեն կարա գնա։ Այսինքն սա Սյունիքը Վայոց ձորը զիջելու ամենակարճ ճանապարհն է։ Ամենակարճ ճանապարհը։ Ընդ որում ադրբեջանցիները գիտեք դա ոնց են վերցնելու։ Ծիծաղելով, առանց զենք կիրառելու։ Տեսեք, մենք ոչ մի բան չարեցինք։ Բայց սպառնելը կմնաց։ Հասկանում եք, սրանք լուրջ հարցեր են։ Սահմանազատման հանձնաժողովի խնդիրը պետք է լիներ ունենալ այնպիսի սահման, որը նոր խնդիրներ մեզ համար կամ երկու պետությունների միջև նոր խնդիրներ չստեղծեր։ Եվ չդառնար ապակայունացման կամ ռազմական նոր պրոցեսորացումների աղբյուր։ Արդյոք այն փաստաթուղթը, որին հղում է անընդհատ կատարում Փաշինյանը, սահմանազատման այդ կանոնակարգը, արդյոք ընդդեմ գրած դրույթները բացառում են սա։ Դե իհարկե ոչ։ Դե իհարկե ոչ։ Միշտ շատ բաց բան կար։ Խոսում են Ալմատի երճակագրի վերաբերյալ, միգուցե ես ձեր ժամանակը չարաշահում եմ, բայց առիթ է, եթե ես բաներից չխոսանք, կներեք, բայց ինչի՞ պետք է խոսանք հիմա մենք։ Խոսանք այն մասի, որ ծովերենը հաց գաների իջեցնելու, չի իջեցնելու։ Բոլորս էլ գիտենք, ինքնարժեքը կնվազի, բայց հաց արտադրողները գինը չեն փոխելու, որտեղ մարժան են շահույթն են վեցանալու։ Սա ակնհայտ է։ Ես դրա մասին չեմ, որտեղ չկա մրցակցություն։ Դրա մասին չեմ ուզում խոսել։ Հետո sense բաների մասին Տիլյանն խոսանք։ Պետք է դուք ներող լինեք համբերատար եք։ Իհարկե, պարոն Հոսյան, եթե թույլ կտայիք, նաև վերադառնալով նախորդ հարցին, որը մի փոքր այլ ուղղության գնացի։ Չեմ շրջանցել։ Չէ, ես ձեր հարցին կվերադառնամ։ Հապկից հա դուրս գալու հետ կապված դիտումը ինչպես է գնահատում։ Տեսեք, միջև էլ եմ կրկնում։ Դուք ինչ չեք հակառակում համոզի։ Ես ձեր հարցին կպատասխանեմ, բայց Որպես ես կարողանամ ինստիտուցիոնալ հիմնավորումները մոտենալ ձեր հարցին, այս խնդիրները պետք է մենք վերցանենք։ Հասկանում եք, այլապես անիմաստ է։ Հասկանում եք, չէ՞, ինչ ասում։ Հիմա դրա համար տեսեք,
Սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովը, ընդ որում ոչ միայն հանձնաժողովը, երկու պետություններն ասում են հիմք ենք ընդունում Ալմատի հռչակագիրը։ Գիտեք Ալմատի հռչակագրի ինչ է գրած, երկու տող։ Լավ, ոչինչ, ես համաձայն եմ, եթե ասել եք ու ամբողջ աշխարհն ասում է ճիշտը դա է, թող ընդունենք։ Այնտեղ գրած է որ կողմերը, այսինքն այդ փաստաթուղթը ստորագրած պետությունները, կողմերը հարգում են միմյանց տարածքային, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականություն եւ հարգում այն սահմանները, որոնք ձևավորվել են, ճանաչում այն սահմանները, որոնք ձևավորվել են խորհրդային տարիներին երկու հարևան հանրապետությունների միջև։ Հոյակապ է։ Ոչ մի խնդիր չկա։ Մահարց երկու հանրապետություն, այսինքն Ադրբեջանի սովետական սոցիալիստական հանրապետության եւ Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետության միջև սահմանագծում, սահմանազատում երբևէ կատարվել է։ Պարզվում է, այո, կատարվել է։ Եվ այդ աշխատանքներն ավարտվել են 88 թվականին, որի արդյունքում երկու պետությունների ստեղծած հանձնաժողովները 948 կիլոմետր սահման Ադրբեջան Նախիջևանի եւ Ադրբեջանի հետ սահմանանշվել է։ Ոչ միայն սահմանանշվել է, 198 կարծեմ, մի քիչ կարծեմ ավել, արձանագրություններ են ձևակերպվել, ամեն հատվածի նկարագրության վերաբերյալ, այս թփից, այս քարից, այսքան մետր, այսքան հեռու, մինչև այս թուփն ու այս քարը, այսքան աշխարհագրական կարևորության ունեցող կետերը նշելով 198 փաստաթղթ արձանագրություններ եւ ամենի արդյունքում ձևավորվել է մեկ փաստաթուղթ, խոշոր փաստաթուղթ, որը հաստատվել է թե Հայաստանի կառավարության կողմից նկարագրությամբ հղում կատարելով այդ արձանագրություն եւ Ադրբեջանի սովետական սոցիալիստական հանրապետության կողմից։ Այսինքն երկու հարևան պետությունների կառավարությունները սահմանազատման այդ իմ ասած նկարագրած սահմանանշման, օրինակ սահմանանշում էր կոչվում, արդյունքներ ընդունել են։ Ընդ որում գիտեք որտեղից է երևում, որ ընդունել են, որտեղ նույնիսկ ոչ միայն թղթի վրա են դա գծել կամ քարտեզի վրա, այլ նաև հենասյուններ են, սահմանային սյուններ են խփվել։ Եվ այդ սահմանային սյունները կան հիմա։ Հասկանում եք։ Այսինքն հիմա եթե դուք ասում եք Ալմատի հռչակագրի հիման վրա ենք մենք սահմանազատում անում, խնդրեմ ես արդյունքները երկու հարևան պետությունների կառավարությունները ընդունել են, ինչու այս սրա հիման վրա չեք անում, ինչու եք նոր բաներ բանակցում։ Հասկանում եք այնտեղ որ նայեն, այդ դեպքում կստացվի որ Տաուշի շրջանի սահմանազատում կամ սահմանագծում որ արվեց, դա լրիվ այն 88 թվականին ընդունած որոշման հակառակ էր։ Հետևաբար մենք ձեզ կարող ենք արձանագրել, որ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ, այսինքն Ալմատի հռչակագրի ընդունման պահին կամ ստորագրման պահին, երկու Հայաստան եւ Ադրբեջանի միջև սահմանը արդեն որոշակիացված գոյություններ, իդեմ 198 արձանագրությունների, հենասյունների եւ այլն։ Ընդ որում կրկնում եմ եւ Նախիջևանի եւ արևելյան եւ արևմտյան հատվածներով Ադրբեջանի հետ։ Ինչու դա չեն ընդունում ինք։ Ինչու հարց առաջանում, ինչու նոր սահմանազատում անում։ Եթե դուք հղում եք կատարում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված Ալմատի հռչակագրին, սա իրողություն է։ Ալիևն էլ է ընդունում դա, որ պետք է այդ հռչակագրի իման վրա, դե խնդրեմ, ձեր քո նախորդը ձեր իշխանությունները դա ընդունել են սահմանը։ Այստեղից հարց։ Եթե դուք գնայիք այդ ճանապարհով, սեղան դնեք այդ արձանագրությունները, որոնք կան, գոյություն ունեն, արխիվներում կան, եւ ասեք, ահա այն հենքը, որ մենք պետք է ընդունենք որպես սահմանազատման հիմք, հա, եթե այստեղ կառաջանան վեճեր, ապա մենք այս վեճերին կանդրադառնանք 2017 թվականի դեկտեմբերին ԵԱԿ քարտուղարության կողմից ընդունած հատուկ ուղեցույցի կանդրադառնանք այդ ուղեցույցին, այսինքն այդ վեճերը եթե կարողանան առաջանան այդպիսի, ապա մենք կարող ենք դիմել այդ եւ եթե դիմեք այդ փաստաթղթին, ապա կպարզի որ ոչ մի անկլավել չի կարելի տալ։ Իր բնությամբ, որտեղ ցանկացած անկլավ դա դառնալու է սպառնալիք, ռազմական սպառնալիք, որը բխում է, հակասում է այդ փաստաթղթի 2017 թվականի դեկտեմբերին Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության քարտուղարության կողմից ընդունված ուղեցույցին։ Սա է իրականությունը։ Դուք մեր իշխանություններից այս բան լսել եք։
Կամ ձեր լսան որից է մեկը լսել եք, դուք լսել եք այս բան։ Չեք լսել, չէ՞։ Ոչ մեկը չի լսել, որովհետև ոչ ոք չի ուզում առաջնորդվի այս պարզ իրողություններով։ Ու եթե դուք առաջնորդվեք այս իրողություններով, ապա այդ ժամանակ ձեզ մոտ այդ խնդիրները չեն առաջանա սպառնալիքների տեսանկյունից, այլ աստիճանաբար մենք հնարավորություն կունենանք, կրկնում եմ, առանց պատերազմ վերսկսելու Ալիևին շանս առիթ տալու, օգտվելով միջազգային իրավունքի բոլոր հնարավորություններից, որոնք գործում են այսօր։ Մենք հնարավորություն կունենանք աստիճանաբար չզոքացնել, մեղմել այն սպառնալիքները եւ հասնել քայլ առ քայլ հասնել խաղաղության։ Հասկանում եք, սա շատ էական է։ Եվ ես կարծում եմ, թե մեր ընդդիմադիր ուժերի հիմնական խնդիրը ես այսպես եմ հասկանում։ Սա պետք է լինի։